Չէ, դու այսօր ամբողջությամբ քո գործն է դա։ ՔՊ-ից կարծեմ արձագանքել են նոր միտեղ Աշկովս ընկավ, ասում են կրկեսին չեմ մասնակցել, լրիվ չեմ գտնում հիմա որ կարդամ բառացի պարոն Ղուկասյան։ Ոչինչ, համբերություն։ Համբերություն։ Ինչպես եք աշխատել իրար հետ, օրինակ եթե գամ Շատ հանգիստ եմ։ Դու որ հանգիստ եղնես ամեն ինչ լավ կա։ Ես հանգիստ եմ։ Դե վերջացա։ Հադիկ դրել եմ այս ռեստորան ոնց են բերել այս հլը բաների հատուկ գյուղը գործ է ապետ սերոժը ույսերը բերել եմ հացրել եմ ստե աշխատել հա երկու տարի մի տարու կես եկավ աշխատելու ժամանակ նայ խասպատ ինքիչ ամենակարևորը որ մենք բան չի էլիս ենք Խելագարված չենք բան ինչ-որ, մարդկա ասենք սրանից ենքով էլ բան չի տեսնում, ես շատ հանգիստ հետ է բան, սպես ինչ-որ ասված կամեցավ, պարդ կամեցավ, հենց պես։ Այո, չգիտես, որ ես չունեմ քաղաքական հենար, բայց դու չգիտես, որ ես չունեմ, դուք ինչ ուզենաք կկապեք, ինչ ուզենաք կասեք, ինչ ասես ասել եք։ Ձեր խոսքից ելնելով Ես քաղաքական հենարան չունեմ, քաղաքականությամբ ոչ մեկի հետ չեմ համագործակցում։ Բարձրաձայն ասում եմ եւ իմ խոսքերը խնդրում եմ հիմք ընդունեք, քաղաքական որոշ գործիչների պես չընդունեք։ Ես հիմա ոչ մեկի հետ քաղաքական առումով, ուրեմն չեմ ճանապարհ չեմ գնում, այս պահի դրությամբ։ Հետագայում միգուցե կլինի ինչ է բա դա է որ ասենք։ Մի ասա երբեք, երբեք։ Առանց քաղաքական հենարանի ավականու կազմում ոնց եք աշխատել, որովհետև սա նաև քաղաքական մարմին է եւ կուսակցություններ ներկայացված։ Դե հիմա տեսնում ես, որ ասենք մենք բոլորը խմբակցությունները իրենց ձայնը որ տվեցին, դրանից հետո համագործակցենք, աշխատենք։ Մեկը կարող է մի կուսակցության պատկանելություն ունենա, մեկը մյուս կուսակցության պատկանելություն ունենա, բայց մեր հիմքը պետք է լինի քաղաքի շահը։ Համերաշխություն ասացեք ոնց եք ապահովելու։ Հանգիստ համերաշխություն։ Խառնակցություն չանել, ոտ չպահել, խոսքին տեր լինել, ասած խոսքը պահել, ամենակարևորը դա է։ Հետևից մարդու հետևից դավեր չդավել, որը մեր իմ ապրած կյանքը այդպեսին է։ Օրինակ այս փուլից հետո ձեր ծրագրերին չեք հրյարկել որ պահել կհամարվի թե։ Այս փուլից հետո ինչ անեն։ Ձեր ծրագրերին օրինակ մյուս ուժերը կողմ չեն։ Ուրեմն մենք կդնենք, կքննարկենք միասին, եթե ավելի լավ ծրագիր ունեցան, ուրեմն անպայման նկատի կունենանք իրանք ծրագրերը։ Այնպես չէ որ ասենք մենք վունդերգինդ ենք, մերն է ճիշտ ու վերջ։ Ոչ, քննարկում ենք բոլորի հետ։ Ընդու ոչ միայն տեխնացուների, ես ասեցի։ Ուրեմն հավատացյալ մարդը կոնկուրսով ոնց եմ առաջադրվել, ասում եմ։ Հիմա կոնկուրսը այն առաջվա Լենինի ծրագրով չի առաջնորդում, որ քանդել եկեղեցիները հավատքը սուտ է, այս կողմ ենքով։ Իրանք այդպես չեն մտածում։ Եթե այդպես մտածեին, միանշանակ իրենց հետ քայլ չէի անի ես։ Իրանք գնում են եկեղեցի, մկրտվում են, ժամերկություն, աղոտ, հավատացյալ մարդու պես ապրում են։ Եվ դա շատ կոնկուրսն էլ է փոխվել։ Այո։ Ինչ է եղել, ում հաշտեցնել, ով պետք է հաշտեցնել։ Ձեզ եւ մարդու Ով էր ուզում ինձ հաշտեցնել։ Ուրեմն լավ հիմա ուրեմն այս հարցին պատասխանեմ, հետո կշարունակենք։ Ճիշտ ասած հաշտեցնելու ոչ մի բան չկա։ Ես ոչ մեկի հետ խռով չեմ, ոչ մեկի հետ բան չեմ, ոչ մեկի հետ խնդրեմ չունեմ։ Իմ խնդրեմը այլտեղ է։ Հասկացա՞ր ադրբեջանցիներն։ Փաշինյանի հետ էլ չունեք։ Նա խոսեմ կասեմ։